Կայացել է ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024-2025 հրապարակման շնորհանդեսը, որը բացահայտում է ձեռնարկատիրության զարգացման միտումները, առկա մարտահրավերները, ինչպես նաև ձեռնարկատիրական էկոհամակարգերի ներուժը տեղական եւ գլոբալ մակարդակներում։ Հայաստանը երկրորդ անգամ է միանում այս հեղինակավոր նախաձեռնությանը։ Այս տարի եւս հրապարակումը պատրաստել է Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունը, որը ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի հայաստանյան գործընկերն է։ Արդյունքները բավականին հետաքրքիր են, որտեղ մենք ունեցանք հնարավորություն համեմատել թե մեր նախորդ արդյունքների հետ եւ նաեւ համեմատել մեզ աշխարհի տվյալների հետ։ Ասեմ, որ այդ աշխարհի համեմատությունը շատ հետաքրքիր է կազմակերպված, որտեղ այդ հարցումը իրականացվում է նույն պահին ամբողջ աշխարհում, նույն մեթոդաբանությամբ, որը մեզ համար շատ կարեւոր է, որտեղ դու ունես լրիվ համեմատելի տվյալներ։ Երկու փուլ տվյալների հավաքագրման հիման վրա է ամբողջ աշխատանքը կատարվել։ Մեկը 2000 տնային տեսություններ, այսինքն անհատներ, որոնք ներկայացնում են տնային տեսությունները ամբողջ Հայաստանով հետազոտվել են, մյուսը Հայաստանում տարբեր ոլորտի փորձագետների հետազոտությունն է, 37 փորձագետ Հայաստանում 9 տարբեր ոլորտների ներկայացնող տվել են նաև իրենց կարծիքը։ Դա ցույց է տալի քաղաքականություն մշակող մարմին եւ նաեւ գիտական ակադեմիական շրջանակներին հստակ հասկանալ ձեռնարկատիրության միտումները եւ նաեւ մոտիվացիան Հայաստանում, որը թույլ կտա ավելի լիարժեք եւ համապարփակ քաղաքականություն մշակել, առկա բացերը լրացնելու եւ ավելի արդյունավետ գործիքակազմ կիրառելու համար։ Հայաստանի ազգային զեկույցը կազմված է 8 գլխից եւ անդրադառնում է ձեռնարկատիրությանը ու ձեռնարկատերերի հանդեպ վերաբերմունքին, բիզնես սկսելու մոտիվացիային, բիզնեսի ազդեցությանը տնտեսության վրա, ոչ ֆորմալ ներդրումներին, բիզնեսից դուրս գալու գործընթացներին, թվային գործիքների կիրառությանը բիզնեսում, ինչպես նաեւ ընդհանուր ձեռնարկատիրական միջավայրին Հայաստանում։ Մենք ունենք բավական բարձր ձեռներեցության միտվածություն մեր հասարակության մեջ համեմատած ամբողջ աշխարհին, իրականում այդ ցուցանիշը շատ հետաքրքիր է, մանավանդ հաշվի առնելով, որ մնացած սովետական միության, նախկին սովետական միության երկրները միշտ ցույց են տալի ձեռներեցության նկատմամբ շատ ավելի ցածր հետաքրքրություն։ Ասեմ, որ իհարկե այդ ցուցանիշը նվազել է 19 թվականի նկատմամբ, մասնավորապես կարծում ենք, որ դրա պատճառը նա էր, որ 2019-ին հեղափոխությունից հետո բավական ավելի ռոմանտիկ պատկերացումներ կար ապագայի նկատմամբ եւ հետագան ցավոք սրտի այն բոլոր ճգնաժամերը, ինչի միջով անցավ մեր երկիրը, բերեցին տվյալ միտման նվազմանը։ Ձեռնարկատիրության Հայաստանի առանձնահատկությունները կայանում են նրանում, որ շատերի դեպքում դա սոցիալական բնույթ ունի, այսինքն մարդիկ ձեռնարկատիրությամբ զբաղվում են ոչ թե աշխարհը փոխելու, սովորաբար տարբեր երկրների մոտիվացիան տարբեր է լինում, Հայաստանում դա հիմնականում ուղղված է կենցաղային հարցեր լուծելուն, այսինքն որոշակի կենսամիջոցներ հայթայթելու։ Ունենք շարունակական դիսպրոպորցիա եւ խնդիրներ, մասնավորապես որը վերաբերվում է գենդերային մասնակցությանը, ասեմ, որ այս ցուցանիշով բավական ցածր տեղեր են գրավում անգամ այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսին են իսլամական հավատանքին հետևող երկրները, որոնք որպես կանոն ավելի քիչ են կանանց դերը տեսնում ձեռներեցության մեջ։ Մենք այստեղ բավական խնդիրներ ունենք։ Ունենք խնդիրներ աշխարհագրական դիսպրոպորցիայի, որովհետև շարունակական ձևով հիմնական ձեռներեցությունը կուտակվում է Երևան քաղաքում, չնայած 19 թվականի նկատմամբ ակնհայտ մենք տեսել ենք մի հատ հետաքրքիր զարգացում, ձեռներեցությունը շարժվում է Երևանից եւ գյուղերից։ Խնդիրների շարքում նշանակալի է կրթության հարցն ու թվայնացման գործընթացը։ Ձեռնարկատիրական միջավայրը բնորոշող ցուցանիշներից ձեռնարկատիրական կրթությունն ամենացածր գնահատականին է արժանացել փորձագետների կողմից, իսկ թվային տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության կիրառումն առայժմ ցածր մակարդակի վրա է, հատկապես կայացած բիզնեսների շրջանում։ Առաջնային խնդիրներից մեկը դա մեր ձեռներեցության կոմպետենցիաների եւ կրթվածության մակարդակն է։ Այո, մենք ձեռներեց ենք, բայց մենք չունենք անհրաժեշտ գիտելիքներ համեմատական մեր այլ երկրների նկատմամբ, որոնք թույլ են տալի ունենալ հաջողակ ձեռներեցություն։ Սա շատ կարևոր է։ Ասեմ, որ նաև լրջագույն խնդիրներից մեկն է մեր խորին համոզմամբ, դա այն, որ մեր երկիրը բավական ցածր տեղում է գտնվում, օգտագործելով տարբեր տիպի թվային
ինստրումենտներ, լավագույն դեպքում դա Facebook-ն է, Instagram-ն է, սակայն աշխարհը շատ ավելի լայն է, շատ ավելի մեծ է։ Զեկույցի հեղինակներն արձանագրում են, ուսումնասիրության արդյունքներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ ձեռնարկատիրությունը Հայաստանում պահանջում է ավելի լայն քաղաքական տեսլական, այնպիսին, որը դուրս է գալիս միայն ֆինանսական աջակցության շրջանակներից եւ կենտրոնանում է կրթության, թվային ներառականության եւ կառուցվածքային խթանների վրա։